Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Լրացավ մեր անվանի Վիպասանի ծննդյան 140-ամյակը, ում հանրահայտ պատմավեպով բազմաթիվ սերունդներ են դաստիարակվել եւ համոզված ենք, որ կդաստիարակվեն։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է անվանի գրող եւ հրապարակախոս Տերենիկ Դեմիրճյանին։ Մեր հաղորդման հյուրերն են Հայաստանի Հանրապետության Բարձրագույն Որակավորման հանձնաժողովի բաժնի վարիչ, բանասիրության դոկտոր պրոֆեսոր Սերգեյ Աղաջանյանը եւ Տերենիկ Դեմիրճյանի տուն թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը։ Բարի գալուց հարգելի բարեկամներ, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Տերենիկ Դեմիրճյանի կյանքի եւ գործունեությանը եւ շարունակենք մեր հաղորդումը։ Անվանի գրող, դրամատուրգ եւ հրապարակախոս Տերենիկ Դեմիրճյանը ծնվել է 1877 թվականի հունվարի 17-ին Ջավախ Քաշղարի Ախալքալակ քաղաքում։ Ավարտել է ծննդավայրի ծխական դպրոցը, հետո Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, Ժնևի համալսարանը։ Եղել է Հովհաննես Թումանյանի նախաձեռնությամբ ստեղծված Վերնատան հիմնադիր անդամներից, ապա Թիֆլիսում զբաղվել ուսուցչությամբ։ 1925 թվականին տեղափոխվել է Երևան, եղել Գիտության եւ արվեստի ինստիտուտի արվեստի բաժնի գիտքարտուղար։ Գրական ասպարեզ է իջել իբրև բանաստեղծ, աշխատակցել տարբեր պարբերականների, ապա հիմնականում անցել արձակին եւ դրամատուրգիային։ Հեղինակ է բազմաթիվ պիեսների։ Ստեղծագործության գլուխգործոցը Վարդանանք պատմավեպն է։ Մահացել է 1956 թվականի դեկտեմբերի 6-ին։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։ Գերեզմանը վնասված է։ Գրել է գրականագիտական, լեզվաբանական, քաղաքագիտական, արվեստաբանական հոդվածներ։ Անդրադարձել է Ղարաբաղի ու Նախիջևանի խնդրին։ Երկերը հրապարակվել են 14 հատորով։ Ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Եղել է երաժշտության սիրահար։ Պարգևատրվել է շքանշաններով։ ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է, արվեստի վաստակավոր գործիչ։ Նրա անունով են կոչվել դպրոցներ Երևանում եւ Ախալքալաքում։ Երևանում գործում է տուն-թանգարան։ Գրողների միությունը սահմանել է Դեմիրճյանի անվան ամենամյա մրցանակ։ ԽՍՀՄ-ում թողարկվել են բացիկներ, Ախալքալաքում կանգնեցվել է հուշարձան։ Պարոն Աղաջանյան, ինչպես արդեն նշեցի, լրացավ Տերենիկ Դեմիրճյանի ծննդյան 140-ամյակը եւ ցավոք սրտի 100 պատշաճի կամ ինչպես հարկն է կամ ինչպես բոլորս կուզենայինք այդ հոբելյանը ուշադրության չարժանացավ։ Մինչդեռ Դեմիրճյանի ստեղծագործությունը, նա թողած ժառանգությունը նաեւ ունի բավականին կարևոր դաստիարակիչ եւ աժմիական դերակատարություն։ Եվ դաստիարակիչ եւ աժմիական արդիական նշանակություն անպայման նրա ստեղծագործության մանավանդ մի քանի առանցքները մեր այսօրվա իրականության, մեր այսօրվա կյանքի համար խիստ անհրաժեշտություն է ճանաչելու եւ իմանալու իմաստով։ Նկատի ունեմ հատկապես հայ ինքնության նրա որոնումները, ընդհանրապես ինչ է բնորոշ հայ մարդուն, նկատի ունեմ նրա պատմական թեմատիկայի ստեղծագործությունները, ընդ որում բոլորովին չհեշտացրած տարբերակով իր անելիքի, որտեղ նա հիմնականում շեշտադրել է, ուսումնասիրել է, ստեղծագործել է մեր ժողովրդի, մեր երկրի ճակատագրական իրավիճակներից նյութ վերցնելով, իսկ դա լուրջ խնդիրներ էր առաջադրում եւ ստեղծագործողին եւ ընթերցողին, ստիպում մտածել, ստիպում որոնել, ստիպում խորքային էությունները, իմաստները փնտրել, գտնել, մտածել էր տալիս։ Հաջորդը, որ կուզեի անպայման նշել, Քաջնազարի ֆենոմենը, իրողությունը քաղաքական բովանդակությամբ եւ մյուսը ստեղծագործող մարդու անհատականության առումով, դա խիստ բնորոշ էր Դեմիրճյանին։ Մարդ, որը չէր բավարարվում բնատուր իր տաղանդը սպառելով, ծախսելով ստեղծագործելու իմաստով, այլ այդ տաղանդը հարստացնում էր գիտնականի պես իր արտացոլելիք նյութը, նախապես ուսումնասիրելով։ Մի բան, որը խիստ հրատապ է, անհրաժեշտ է մեր ժամանակակից ստեղծագործողների համար։ Մանավանդ ժամանակակից, ում թվում է, թե միայն բնատուր տաղանդը, նույնիսկ եթե դա կա, բավական է երևելի լինելու, հայտնի լինելու եւ լուրջ վաստակ ստեղծելու։ Բնատուր տաղանդի նաեւ աշխատասիրությունը պետք է։ Եթե չկա, եթե չկա արվեստի ցանկացած բնագավառում, եթե չկա գիտնականի աշխատանքը, խոհանոցային այդ աշխատանքը, վաստակը երևելի լինել չի կարող, շուտ էլ կմոռացվի, ժամանակների մեջ չի խոսի, ժամանակների հետ չի խոսի։ Դեմիրճյանը այն բացառիկներից է, ում
ստեղծագործությունը մանավանդես մի քանի տեսանկյուններով միշտ լինելու է մեր ուղեկիցը եւ մեր ընտրած հարցերի պատասխան իր մեջ ունենալու։ Անկախ այն բանից մենք դրա հետ համաձայն կլինենք, թե չէ։ Շնորհակալություն։ Որտեղ Ուղղակի դա է ձեր խոսքին ավելացնեմ, որպես հավելում Եղիշե Չարենցի հետևյալ գնահատականը, Եղիշե Չարենցի խոսքերը ընթերցեմ, ես թաղանցակին կերպով կխնդրեի մեր գրողներին, որպեսզի ուսումնասիրեն Դեմիրճյանի գրվածքները։ Ինչպես Գորկին է ասել Չեխովի մասին, ես կուզենայի ուսումնասիրել այն ամբողջը, ինչ ստեղծել է Չեխովը, նույնն էլ անհրաժեշտ է ասել Դեմիրճյանի վերաբերյալ։ Տիկին Ռաֆայելյան, Դեմիրճյանը մեր հայրենակիցներին առավել հայտնի է որպես գրող, դրամատուրգ, սակայն վերջին տարիներին հրատարակության ներկայացրեցիք մեկ շատ ուշագրավ փաստաթուղթ դատողություններ Ղարաբաղի եւ Նախիջևանի հարցի շուրջ։ Եվ այդ փաստաթուղթում արդեն վեր է առնում մեկ այլ Դեմիրճյան, ինչու՞ չէ նաեւ քաղաքագետ Դեմիրճյան կամ քաղաքական անալիզ կատարող եւ եզրահանգումներ ուղենիշներ տվող Դեմիրճյան։ Այո, խոսքը այս գրքի մասին է։ 2016 թվականին տպագրվեց Անտարես հրատարակչությունը լույս ընծայեց Դեմիրճյանի այդ փաստագրական վերլուծությունների անավարտ ուրեմն պատառիկը, ինչու անավարտ, որովհետև Դեմիրճյանը դատելով այդ ձեռագրի ուսումնասիրությունից կարող եմ ասել, որ մտածում էր ավարտուն եւ ամբողջական ինչ-որ նյութ պատրաստել եւ ներկայացնել իբրև կռվան այն մարդկանց ձեռքին տալով այդ կռվանը, որոնք պիտի երբևէ բարձրացնեին Ղարաբաղի, Նախիջևանի կարգավիճակի, ճակատագրի խնդիրը։ Ջավախքին ընդամենը մեկ նախադասությամբ, մեկ նախադասության շրջանակներում է անդրադարձել Դեմիրճյանը, բայց ամբողջ նյութը հիմնականում Ղարաբաղի եւ Նախիջևանի հիմնախնդրին է անդրադառնում, եւ Դեմիրճյանի քաղաքացիական որակները միայն այստեղ չէ, որ դրսևորվում են, նա դեռևս մանկուց, դեռևս Արդահանի ծխական դպրոցում աշակերտելու տարիներից ձևավորվել է իբրև հայրենասեր եւ իբրև իր ազգային խնդիրների հարցում շատ նախանձախնդիր անհատականություն եւ ինչպես ինքն է ասում իր ինքնակենսագրության մեջ, նրա առաջին փորձը եղել է պատմված Գրաֆու Խենթի նմանությամբ, այսինքն նա մշտապես եղել է ազգային հարցերով հետաքրքրությունների կենտրոնում եւ այս դատողությունները կարելի է ասել այդ ամենի տրամաբանական շարունակությունն էին, հանգուցալուծումն էին։ Կարելի ասել նաև քաղաքագետին։ Այո, սա քաղաքագիտական արժեք ունեցող աշխատանք է։ Իհարկե Դեմիրճյանը անverջ շեշտադրում է անում խորհրդային կարգախոսների վրա, Լենինյան դրույթների վրա, որովհետև նա գրում էր 53-54 թվականներին եւ բնականաբար երբ որ մենք էինք 88-ին Ղարաբաղի հարց բարձրացնում, մենք բոլորս գոռում էինք Լենին, պարտիա, Գորբաչով։ Սա չպիտի մոռանանք, որովհետև երբ մարդիկ ասում են ինչ կարող էինք ակնկալել խորհրդային իշխանություններից, իսկ մենք ինչ էինք ակնկալում 88-ին։ Մենք դիմում ենք նրան, ով իշխանավորն է։ Եվ բնականաբար հաշվառենք, որ 53 թվականին անմիջապես հետո արդեն այդ տեղեկան կամ գրվածքը պատրաստել է։ Եվ Դեմիրճյանը Ղարաբաղին անդրադարձել է այնպիսի ժամանակներում, երբ երևի թե որևէ մեկի մտքով չէր անցնում, որ հայ դասական գրողը կարող է այդքան խորությամբ զբաղվել Ղարաբաղյան հիմնախնդրով։ Ամեն դեպքում մենք բացահայտ այդ մասին սկսեցինք խոսել գոնե 65-ից հետո եւ ավելի հնչեղ արդեն 88-ից սկսած։ թվականից մինչև հրատարակումը դա անհայտ է մնացել։ Այո, դա 2012-ը մինչև անհայտ էր։ Ես 2012-ին այլ նյութ փնտրելու ընթացքում իր արխիվում ի զարմանս ինձ գտա այս նյութը։ Հույս ունենալ նման բնույթի այլ նաև վերլուծական աշխատանքներ ժամանակի ընթացքում կայտնաբերվում։ Այս նյութը անհրաժեշտ է իմ խորին համոզմամբ թարգմանել ռուսերեն, թարգմանել անգլերեն, հասցնել միջազգային հանրությանը, գոնե այն ատյաններին, որոնք այսօր զբաղված են Ղարաբաղի ճակատագրի տնօրինմամբ կամ այդ ճակատագիրը որոշելու հարցերով, որովհետև պետք է ցույց տալ, որ մենք այսօր չէ 20 տարի կամ 25 տարի առաջ չէ, որ քնից արթնացանք եւ բարձրացրինք այդ հարցը եւ բնավել մենք չենք սպասում, որ խորհրդային միությունը փլուզվեր, որպեսզի այդ մասին բարձրաձայնենք 53-ին մեր ամենախոհուն մտավորականներից մեկը այդ մասին արդեն խոսել է եւ փաստերով է խոսում, շատ հետաքրքիր փաստերով։ Դե հուսանք, որ հերոստաեթերից հնչեցված այդ առաջարկը, միտքը նաև որոշակի ընկալում կգտնի եւ Դեմիրճյանի այդ կարևոր քարոզչական
նաև արտաքին տեսանկյունից Այո։ այդ գրվածքը, որը ծավալով թեպետ փոքրիկ, Ինքը փոքր է եւ անավարտ է, բայց շատ արժեքավոր է։ խորիմաստ եւ արժեքավոր այլ հրատարակիչներ կգտնվեն ռուսերեն, անգլերեն կամ ինչ է նաև թուրքերեն լեզվով հրատարակելու համար։ Միանգամայն տեղին կլինի եւ սա այն դեպքն է, որ չի կարելի ասել մենք ֆինանսական հնարավորություններ չունենք։ Այս գործի համար պարզապես տրամաբանական չէ խոսել ֆինանսական սպառնալիության հնարավորություններ իհարկե կգտնվեն։ Պարոն Աղաջանյան, Այո։ Դենիկ Դեմիրճյանի ողջ ստեղծագործական ժառանգության մեջ անշուշտ ի վերջո աչքի ընկնում կամ առանձնանում է նրա գլուխգործոցը Վարդանանք թերոսական պատմավեպը։ Ես հպանցիկ փորձեցի հաշվարկ կատարել հայերեն եւ այլ լեզուներով, կարծեմ 6-7 օտար լեզուներով ընդհանուր հրատարակությունը տպականակը 500,000-ից անցնում էր։ Երևելի պատմավեպ է իսկապես երևելի եւ նորից գալիս է ապացուցելու, հաստատելու, որ արցակը, լուրջ արցակը, խորքային արցակը, կյանքի ճշմարտություններ ընդգրկող կենսափիլիսոփայություն ունեցող արցակը հասուն տարիքի բնագավառ է, ստեղծագործելու բնագավառ է։ Իսկ Դեմիրճյանը այդ տարիքում արդեն թեկուզ վատառողջ, թեկուզ դժվարությամբ, ամենայն դեպս արդեն այն իմացության, ստեղծագործական վարպետության այն կարողության մթնոլորտում էր, որի համար մի քանի ամսվա ընթացքում թեկուզ առաջին հատորը, մի հատորը գրել է ընդորում հայնական մեծ պատերազմի տարիներին։ Պատերազմի այդ դժվարությունների տարիներին։ Ընդ որում խնդիրը միայն գրելը չէր։ Դեմիրճյանը կարող էր եւ գրեց, բայց ամբողջ խնդիրներն էր, որ Դեմիրճյանը այդ խնդրով ավարերի ճակատամարտի, Վարդանանց, Վասակյանների խնդրով դեռ դարասկզբին էր զբաղվել, հայտնի էր, չէ՞ նրա Վասակ դրաման։ Բայց շատ իմաստուն կողմնորոշում ունեցավ Վարդանանքը գրելուց։ Ես վստահ չեմ, որ Դեմիրճյանը ինքը իր մեջ, իր համար մինչև վերջ վճռել էր, որոշել էր, վերջնական էր դարձրել մեր պատմության այդ ամենախնդրահարույց ով է ճիշտ, ով սխալ։ Բայց նայելով ժամանակաշրջանին, հայրենական պատերազմի ծանր ժամանակաշրջանը, երբ ամբողջ Եվրոպան գերմանական ֆաշիստական մեքենան ուղղել էր մի երկրի դեմ, մեր դեմ հիմնականում, այդտեղ արդեն դիվանագիտության իդեաներ առաջ բերելը, այդ տեսակ նուրբ ենթատեքստային հարցեր քննարկման նյութ դարձնելը, պատմավեպի խնդիր դարձնելը արդեն ժամանակի հետ չէր խոսի, ժամանակի պահանջի չէր համադրել։ Եվ այդ առումով Վարդանանքը արդիական նշանակություն էլ ունի։ Այո, նաև այս օրերի համար մենք նույն իրավիճակում ենք, պատերազմական իրավիճակում ենք, Գերմանականի փոխարեն ադրբեջանական ֆաշիստական միանշանակ ցույց է տալիս վաղուց ճշտված պատմական ճշմարտությունը։ Զենքը ուժեղ է, զենքով հաղթող ես, քեզ հետ հաշվի կնստեն, նույնիսկ քո ցանկությունները հաշվի կառնեն, եւ դու կարող ես քո խնդիրը լուծել։ Իսկ ինչքանով է արդար, ինչքանով պատմական իրավունքի առումով դու փաստարկված դաշտում ես թե չէ, ոչ մեկը հաշվի չի նստի, եթե քեզնից ուժ չես ներկայացնում։ Այս իմաստով իհարկե Վարդանանքը խոսում է մեր օրերի հետ, կարող է շատ բան տալ մեզ, եթե իհարկե ճիշտ ներկայացվի կամ ավելի մասսայականացվի նրա հիմնական փիլիսոփայությունը։ Դրա համար է կարծում եմ Դեմիրճյանը շեշտադրել հատկապես դա, ոչ այնքան Վարդանի, ոչ այնքան Վասակի, այլ ժողովրդի կենսափիլիսոփայությունը, իր հողին, իր երկրին, իր երկրի անկախության ազատության համար պայքարող ժողովրդի կենսափիլիսոփայությանը, ապրելու հավատին, պետք է ռազմի դաշտ գնալու վճռականության ու պատրաստակամությանը։ Կարելի է իհարկե այդ մասին շատ խոսել։ Դրանք խորհրդանշող կերպարների մասին խոսել այլ մտածողություն կրող կերպ, բայց ի վերջո առանցքայինը էական մնում է դա, երբ դրված է հայրենիքի խնդիր, լինել չլինելու անկախության ազատության խնդիր, պետք է վճռական լինել։ Տիկին Ռաֆայելյան, այդ փոքրիկ ակնարկի մասին խոսեցինք, սակայն Դենիկ Դեմիրճյանը հեղինակ է եւս մեկ այլ, գուցե դա էսե անվանեն կամ ակնարկ, հայ է։ Այո, էսե խոհագրություն, որը իր խորությամբ, իր այդ բնութագրումների դիպուկ տեսքով շատ դեպքերում գուցե մեր սրտով չլինի, սակայն այն կրկին այդ խորքային մտածելակերպն է, այդ վերլուծականն է, որը սկզբից մինչև վերջ իշխում է։
Դեմիրճանական հային ներկայացրեք։ Եթե մենք ուղակի դատելու լինենք արտաքին տեքստի շրջանակներում, պիտի ասենք, որ այնտեղ Դեմիրճյանը դատապետում է իր տեսակը, հայի տեսակը, քննադատական ինչ որ բաներ է ասում։ Մենք ինքնակնդատության սովոր չենք։ Բայց նա ասում է ճշմարտությունը եւ այդ փոքրիկ երկու էջից բաղկացած խոհագրության ամենակարևոր ասելիքը կուլմինացիան եւ ֆինալը միաժամանակ տրվում է մեկ նախադասության մեջ։ Եթե դուք սիրում եք կյանքը, ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բանը ազատությունը։ Սրանից ավելի լավ բան կարելի է ասել սեփական տեսակի մասին։ Այո, մենք ունենք այդ վատ կողմերը, չունենք, մեր չափը չափազանց չէ։ Մենք ծայրահեղ չենք, չենք համարձակվում կամ վատ ենք զգում խոստովանել։ Մեզ դուր է գալիս մեծամտորեն։ Մենք ծույլ չենք, մենք հակասականություններ չունենք մեր նկարագրում, ունենք Դեմիրճյանը կարողացել է տալ հայի խտատիպը։ Եվ իդեպ ես այդ էսեի ուրեմն համապատկերում մեկ ուսումնասիրություն եմ արել գրականագիտական, դա տպագրվել է Հայկազյան հայագիտական հանդեսում եւ տպագրվել է այ ժողովածուում, որի մասին ես քիչ հետո կխոսեմ։ Հայի մասին գրել են շատերը եւ գրածը, որ ես համեմատում էի Դեմիրճյանի հետ, իրենք կարծես թե մեկ կողմն են ցույց տվել։ Կարծես իրենք ածանցվել են Դեմիրճյանի հայից, բայց մեկ ուղղությամբ են գնացել, մեկ գծի դիմագծի վրա են կանգ առել։ Իսկ Դեմիրճյանը տվել է ամբողջական պատկերը։ Ընդ որում այդ սերն վիճակում երկու էջ ընդհանրապես երկու էջ կարողացել է հայը տեղավորել։ Այդ խոհագրությունը նա գրել է, երբ Հայաստանում դեռևս խորհրդային կարգերը չէին հաստատված, դաշնակցական իշխանություններ, եւ տպագրել է Թիֆլիսում։ Հետագայում, երբ խորհրդային կարգերը հաստատվել են, հասկանալի է, որ խմբագրվել է այս էսեն եւ կարեւոր կտորներ դուրս էին մնացել ու ակադեմիական հրատարակության մեջ այդ աղճատված տարբերակներ տպագրված։ Հետագայում մենք ունեցանք բարեբախտությունը ձեռք բերելու ամբողջական էսեն, հենց Թիֆլիսի 1920 թվականի մամուլային տարբերակը, մամուլի հրատարակության ու շրջանառության մեջ ենք դնում արդեն այդ տարբերակը, որովհետև այնտեղ նա բացահայտ խոսում է Թալիաթի Էնվերի մասին, նրանց կատարած ոչրագործության մասին, խոսում է այն մասին, որ հայի օրիենտացիան բացակայի օրիենտացիան է, այդ բաները չկան ակադեմիական հրատարակության մեջ։ Քաղաքագիտական վերլուծականը։ Այո, ես դրա համար ասացի, որ Դեմիրճյանի քաղաքագիտական, հասարակական քաղաքական որակները միայն այս վերջին ձեռագրում չէ, որ դրսևորվել են։ Դեմիրճյանը Վարդանանքի նման այդ կոթողային պատմավեպի հեղինակ է, տասնյակ բազմաթիվ պատմվածքների, ակնարկների հեղինակ, սակայն Դեմիրճյանը միաժամանակ նաև անվանի դրամատուրգ է եւ նրա դրամատուրգիայի գլուխգործոցը հանրահայտ Քաջնազարն է, որը բոլոր ժամանակներում 100 տարի առաջ, հիմա 100 տարի հետո բոլոր ժամանակներում նաև ունի որոշակի արդիականություն այդ կերպարի ընտրանական լինելով։ Մանավանդ Դեմիրճյանի նման Քաջնազար կարծեմ դրամատուրգիայի մեջ ոչ մեկը նման բան չի ներկայացրել, չէ։ Դեմիրճյանի Քաջնազարը զարմանալի ստեղծագործություն է նաև այն առումով, որ նոր սովետականացած Հայաստանում այն ոչ միայն գրկաբաց ընդունվեց, ըստ էության դա Դեմիրճյանի հաղթանակն էր։ Տարիներ շարունակ ստեղծագործած մարդը ի վերջո Քաջնազարով ապացուցեց, որ ինքը հզոր տաղանդ ունի։ Պոեզիա, արձակ, դրամատուրգիա, տասնամյակների Մահամերձ Թումանյանի այդ ընտրությունը շատ ճիշտ եղել, չէ՞, կարծեմ նրան են առաջարկել պիեսի վերածի, Մահամերձ վիճակում ասել այդ գործը ամենալավը կանի Դենիկ Դեմիրճյանը, այո։ Գրել է հրաշալի ստեղծագործություն, հրաշալի, ընդ որում ընդգծված բուֆոնադային, այսպես երգիծանքի չափազանցվածության տարբերակով։ Կա ոչ միայն երգիծանքը, կա նաև ծաղրը, կա նաև ծանակումը, բայց գիտի որտեղ է գործադրել դրանք, ինչու է գործադրել ու զարմանալի է, նորից եմ ասում, որ սովետական իրականության մեջ ենել են բոլշևիկյան թունդ շրջանում, երբ պիտի ինքնահաստատվեն 40 թվականին ֆիլմը նկարահանվեց, 22-23 գրեց, 24-ին բեմադրվեց, 40-ին ֆիլմը նկարահանվեց եւ զարմանալի է, որ բոլշևիկները միանշանակորեն այդ ստեղծագործությունը ընդունել են որպես դաշնակցականների դեմ ուղղված։ Այն ինչ ստեղծագործության խորքը ցույց է տալիս, որ դա կարող է ուղղված լինել ցանկացած ժամանակաշրջանի, ցանկացած քաղաքական իշխանության դեմ, որը չի աշխատում, չի ծառայում ի օգուտ իր երկրի։
Դե ցանկացած իշխանությունները դա ձգտում են ներկայացնել որպես նախորդ, ասենք, Այս իմաստով դարաշրջանների ստեղծագործությունը հավերժական ստեղծագործություն է։ Ես Քաչնազարի հետ կապված ուղղակի չեմ կարող լրացումը չանել։ Դերենիկ Դեմիրճյանին այս կերպարը հետաքրքրել է նաև այդքան հաջող թատերգություն գրելուց հետո նա գրել է, սկսել է եւ անավարտ է թողել Քաչնազար վեպը։ Եվ շատ հետաքրքիր է ոչ միայն վեպի այդ անավարտ հատվածը մի քանի տասնյակ էջից բաղկացած, այլև նրա գրառումները վեպի առնչությամբ, որտեղ նա ասում է Քաչնազարը բռնակալի տիպ է, փակագծում Հիտլեր, Մուսոլինի, այսինքն Դեմիրճյանը իրեն ապահովագրել է, որ հանկարծ Ստալինին չտեսնեն այդ կերպարի մեջ, իր գրառումներում Հիտլերի ու Մուսոլինիի անունն է դրել, բայց մենք հասկանում ենք, թե ինքը ինչքան լայնախոհ էր եւ ինչ պիտի ստացվեր, եթե այդ վեպը ավարտվեր։ Եվ ներողություն էլ շատ հետաքրքիր փաստ է։ Դեմիրճյանը անկախ այն բանից, որ անմիջապես այդ ստեղծագործությունը ընդունվեց, Դեմիրճյանը ճանաչվեց, մեծարվեց, նրա տաղանդի երկրպագուները շատացան, Դեմիրճյանը դժգոհ էր մնում, որտեղ դժգոհում էր անդադ, որտեղ ասում էր, որ իմ ստեղծագործության խորքը փիլիսոփայությունը չի հասկացում, եւ այդ վեպը նախաձեռնելու նպատակներից մեկը դա էր, որ երգիծական սատիրական վեպ պիտի գրեր, որի մեջ այդ փիլիսոփայությունը, որը Քաչնազարի մեջ չէր նկատվում, եւ որից ինքը դժգոհում էր, պիտի ավելի մատչելի, ավելի հասանելի, ավելի ընդարձակ ներկայացվեր։ Եվ Քաչնազարը վերնատան հավաքների ժամանակ եղել է հատուկ ուսումնասիրության նյութ, իսկ Դեմիրճյանը վերնատան անդամներից մեկն է։ Եվ այնտեղ բանախոսությամբ հանդես է եկել Նիկոլ Աղբալյանը, որը ասել է շատ դիպուկ ու զարմանալի մի բան, Քաչնազարը Դոն Քիշոտյան տիպ է։ Այսինքն Դեմիրճյանը այս մեկնաբանությունը եւս աչքի առաջ է ունեցել, կերտելով Քաչնազարի կերպարը։ Շնորհակալություն Տիգր Ռաֆայելյան, օգտվելով այն հնարավորությունից, որ մեր տաղավարում եք, խնդրում եմ ներկայացնեք Դերենիկ Դեմիրճյան տուն թանգարանը եւ կոնֆերանսի մասին ասեցիք։ Դերենիկ Դեմիրճյանի միջոցառումները իրականացում թանգարանը։ Վերջապես որտեղ է գտնվում թանգարանը, որպեսզի մեր հեռուստադիտողները թանգարանի տեղ ովքեր չգիտեն իմանան եւ անպայման այցելեն թանգարան։ Տուն թանգարանը այնքան լավ շղարշված է, ուրեմն կենտրոնական փողոցից, որովհետեւ իր արչեւ Աբովյան փողոցում է, Աբովյան 29 հասցեում։ Այն ժամանակ դե փողոցը այդպես գծված չի եղել, ինչպես որ այսօր, հավանաբար դրա համար մի քիչ խորքում են կառուցել բնակարանը։ Դեմիրճյանի տուն թանգարանը երկար տարիներ ուներ վերանորոգման խնդիր, վերջապես այդ խնդիրը լուծվել է Փառք Աստծո եւ այսօր մենք կարող ենք ավելի գեղեցիկ ներկայանալ մեր այցելուներին, քան տարիներ շարունակ։ Ընդհանրապես մենք սիրում ենք ձևի եւ բովանդակության մեջ հակադրության, այդպես հակադրության մեջ կարևորել բովանդակությունը, բայց թանգարանի դեպքում հավատացեք, այդպես չէ, թանգարանը պետք է իր ձևով նույնպես շատ ներկայանալի լինի։ Դեմիրճյանական շունչը պահպանվել է այդ վերանորոգումից հետո։ Այո, պահպանվել է եւ ավելի թարմ տեսք ունի, ավելի այդպես գեղեցկացել է, բայց մենք դեռ չունենք ժամանակավոր ցուցադրություն, հիմնական ցուցադրություն եւ բաց չենք այցելուների համար։ Չէ, ժամանակավորի մասին հիմա կխոսեմ։ Ուրեմն հիմնական ցուցադրության վրա դեռ մենք երկար պիտի աշխատենք եւ կարծում եմ աշնանը կվերաբացվի տուն թանգարանը, բայց քանի որ տարին հոբելյանական է, մենք 140-ամյակը չենք կարող չնշել եւ ահա մենք առաջին միջոցառումը արեցինք կազմակերպելով երթ Երևանի քաղաքային Պանթեոն հունվարի 17-ին, իսկ երկրորդը եղավ մարտի 4-ին։ Գիտաժողով գումարվեց, Դեմիրճյանագիտական խոսք ասվեց պատկառելի գիտնականների կողմից եւ ժամանակավոր ցուցադրություն է բացված գրականության եւ արվեստի թանգարանում, որտեղ ներկայացվում են Դեմիրճյանի կենսագրությանը, գրականությանը, այո, մուտքազատ են մինչեւ մարտի 23-ն է կարող են այցելել թանգարան եւ գրականության եւ արվեստի թանգարան Արամի 1 հասցեում մի քանի ցուցափեղկ է ընդամենը, բայց բացառիկ նյութեր են ցուցադրվում այնտեղ եւ մենք անցյալ տարեվերջին այս ժողովածուն հրատարակեցինք Դերենիկ Դեմիրճյանի հարկի ներքո, որտեղ հավաքված են Դեմիրճյանագիտական նյութեր, դրանք մեզ ծառայել են իբրև նյութ մեր աշխատանքի ընթացքում եւ հետագայում նույնպես կծառայեն որպես այդպիսին։ Շնորհակալություն հաղորդումը ավարտելով մեկ առաջարկ կուզեի հիշեցնել, նաև համոզված եմ դուք էլ համաձայն կլինեք, որ հատկապես Դերենիկ Դեմիրճյանի գերեզմանի հետ կապված այդ վանդալիզմի դեպքը նկատի ունեմ, որ հավանաբար ճիշտ կլինի Դերենիկ Դեմիրճյանի գերեզմանը քաղաքային Պանթեոնից տեղափոխել Կոմիտասի անվան Պանթեոն, իսկ միջայդ գոնե հավուր պատշաճի տեսքի բերվի նրա գերեզմանակարը։
Այդ ձեր ասած երկրորդ հանգամանքը շատ ավելի կարևոր է։ Եթե տեղափոխելը մի քիչ կարող է կասկածների տեղի գերեզմանակարը պետք է հետքերը վերականգնել, ինչ որ լուծում գտնել, որովհետև մեզ արժանի չէ իբրև ժողովուրդ, մենք ուղակի շատ ինքներս մեզ վիրավորված պիտի զգանք, որ մեր դասականի շիրիմը այդ վիճակում է։ Պատասխան պատկան մարմինները կվերականգնեն գերեզմանակարը գոնե։ Հարգելի բարեկամներ, եւս մեկ անգամ շնորհակալություն հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար։ Դերենիկ Դեմիրճյանի նման մեծ անվանի վիպասանի 140-ամյակը Արարատ հեռուստաընկերության տաղավարում կարողացանք հնարավորության սահմաններում ներկայացնել մեր հայրենակիցներին եւ որպես եզրափակիչ խոսք ընթերցեմ Դերենիկ Դեմիրճյանի հետեւյալ խոսքերը։ Ես ինձ մարտիկ եմ զգում եւ չեմ զլանա մեր հայրենիքի ազատության համար թափել այրանս վերջին կաթիլը։ Հարգելի հեռուստադիտողներ, հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր Դերենիկ Դեմիրճյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։